Շնորհակալություն հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքի նախագծում փոփոխություն անելու նախագիծը ինչ է առաջարկվում։ Առաջարկվում է սահմանել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, որը կնշվի հունվարի 27-ին եւ կլինի ոչ աշխատանքային օր։ Հիշեցնեմ, որ խնդրեմ դուրը Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ նախագիծը հիմնված է հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը հավերժացնելու մասին 2000 թվականի ապրիլի 3-ի օրենքի համապատասխան օրենքի վրա, որի 3-րդ հոդվածով սահմանվում է, որ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման հիմնական ձևերից մեկը հիշարժան օրերի եւ համապետական հիշատակի օրվա ընդունումն է, ինչն էլ առաջարկվում է։ Միայն մեկ փոփոխություն է եղել առաջին ընթերցումից հետո, նախնական նախագծով սահմանվում էր, որ օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը, հիմա սահմանվում է, որ հրապարակումից հետո անմիջապես է ուժի մեջ մտնում, ինչու է սա արված, որպեսզի այս տարվա հունվարի 27-ին հասցնենք։ Քանի որ նախագծի վերաբերյալ ըստ էության բանավեճ չի եղել բացի մի կետից, ես անդրադառնամ այդ մի կետից, այսինքն թվում է, թե առավույթ կա կոնսենսուս, որ լավ է, որ այսպիսի նախագիծ լինի, լավ է, որ հիշատակի օր սահմանվի, միայն որոշակի բանավեճ է եղել օրվա վերաբերյալ։ Ես ներկայացնեմ նախապատմությունը, նախ ինչու ենք ես եւ պարոն Նազարյանը առաջարկում հունվարի 27-ը սահմանել որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, որովհետև մենք ուզում ենք գտնենք նախ օր, որը կապված չէ որևէ կոնկրետ ռազմական իրադարձության հետ, ինչու, որովհետև մեկ օրը նշելու դեպքում հարցեր առաջանալու, իսկ ինչու ոչ մյուսը, եւ հետեւաբար մեզ պետք է այնպիսի օր գտնել, որը որևէ կոնկրետ իրադարձության հետ կապ չունենա, քանի որ պետք է հիշատակվեն բոլոր իրադարձությունների ընթացքում հայրենիքի պաշտպանության համար զոհվածները, եւ նաեւ պետք է գտնել օր, որը ունի որոշակի սիմվոլիզմ։ Եվ մենք գտել ենք այդ սիմվոլիզմը, համարում ենք, որ գտել ենք այդ սիմվոլիզմը, դա հունվարի 27-ն է, այսինքն բանակի օրվան նախորդող օրը, երբ որ մենք հունվարի 27-ին կհիշատակենք եւ կխոնարհվենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածների առաջ, եւ հաջորդ օրը որպես շարունակվող կյանքի եւ մեր վճռականության խորհրդանիշ արդեն հունվարի 28-ին լիաթոք տոնենք բանակի օրը, կամ ինչպես պարոն Նազարյանն է ասում, առաջին օրը կնշենք, կհիշատակենք մեր երկնային բանակը, հաջորդ օրը մեր երկրային բանակը։ Առաջին ընթերցման քննարկման ժամանակ պարոն Մինասյանը առարկություն հայտնեց ընտրված օրվա վերաբերյալ, չնայած ես եւ պարոն Նազարյանը այդպես էլ չհասկացանք ինչն է խնդիրը հունվարի 27-ի հետ, բայց մենք պատրաստակամություն հայտնեցինք քննարկել, եթե այլ տարբերակներ հնչեն, քննարկել դրանք, եւ ես փորձել եմ գտնել կոնսենսուս, ես օրինակ մի պահ քննարկել ենք օգոստոսի 12-ը, ֆիքսելու գաղափարը որպես Նավասարդի եւ առասպելական Հայքի եւ Բելի ճակատամարտի հաջորդ օր, բայց պարոն Նազարյանը օրինակ նշեց, որ դա արձակուրդային սեզոն եւ հարմար չի, բացի դա երիտասարդության միջազգային օրն էր, մի պահ քննարկել ենք, ես եմ առաջարկել սահմանել խաչվերած տոնի, այսինքն սփխեչի ժողովրդական լեզվով ասած հաջորդ օրվա մեռելոցի օրը սահմանելու գաղափարը, դա կարծես թե պարոն Մինասյանին դուր էր եկել, բայց փոխարենը քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամներին դուր չէր եկել հետեւյալ պատճառաբանությամբ, որ նախ այդպես օրը կլինի շարժական, քանի որ խաչվերած տոնը շարժական եւ բացի դրանից խաչվերած տոնի հաջորդ օրը մեռելոց է բոլոր ննջեցյալներին վերաբերող եւ այդպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը կտարալուծվեր մյուս բոլոր ննջեցյալների մեջ եւ օրվա խորհուրդը կթուլանար։ Եվ ի վերջո մենք եկանք եզրակացության, որ սա մի նախագիծ է, որը հնարավոր չէ քննարկել օբյեկտիվ տեսանկյունից, այսինքն չկա օբյեկտիվ ճիշտ պատասխան։ Ինչ օր էլ մենք նշենք, ինչ որ մեկին դուր կգա, ինչ որ մեկին դուր չի գա։ Եվ դրա համար կարելի կլինի փնտրել բազմաթիվ փաստարկներ։ Դրա համար մենք եկանք եզրակացության, որ մեր նախնական առաջարկած օրը պետք է պնդենք, եւ ես առաջարկում եմ եւ ես հույս ունեմ, որ մեր ընդդիմադիր գործընկերները կողմ կքվեարկեն, որովհետեւ
Ես կարծում եմ, որ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը մի բան է, որը չի ճանաչում քաղաքական նախասիրություն, այսինքն բնականաբար ՔՊ-ականը պետք է հիշատակի հայրենիքի պաշտպանության համար զոհված դաշնակցականին, խոնարհվի նրա հիշատակի առաջ, դաշնակցականը պիտի խոնարհվի հայրենիքի համար պաշտպանության համար զոհված ՔՊ-ականի հիշատակի առաջ եւ մյուս բոլոր կուսակցություններն նույնպես եւ այն կուսակցականները, եւ պարոն Մինասյան, դուք լուրջ հիմա այդ հարցը ինձ տվեցիք, ես հուսով եմ կատակ եք անում, հարցնում էր, բայց կա հայրենիքի համար զոհված ՔՊ-ական, հուսով եմ կատակով եք այդ հարցը տալիս, բայց դե շատ վատ է, եթե լուրջ է ձեր հարցը, ու ես ապշում եմ էլի, ոնց կարելի է այդպես հարց տալ, կհամարեմ, որ չեմ լսել ես այս հարցը, ինչևէ, ես առաջարկում եմ, որ մեր ընդդիմադիր գործընկերները կողմ քվեարկեն այս նախագծին եւ մենք ունենանք կոնսենսուսով ընդունված կարևոր օր մեր օրացույցում։ Սա է իմ առաջարկը, սա է մեր առաջարկը, շնորհակալություն։